լավ եմ։ Եկեք չքայլեմ։ Կմեռնեմ, շատ կայֆ է։ Ես միշտ վախեցել եմ ճոճորաններից։ Հաջողություն։ Սեփական շոուն ստեղծելու գաղափարը շատ շուտվանից է մեր մոտ առաջացել, կարելի ասել փոքր տարիքից, երբ որ մենք արդեն սկսեցինք պրոֆեսիոնալ զբաղվել կրկեսով, մենք միշտ երազում էինք, որ մեր կրկեսը պետք է ունենանք, բայց դա ընդամենը երազանք էր, որովհետև մենք պատկերացում չունենք, ինչ բարդ ճանապարհ է պետք անցնել, որպեսզի ստեղծել սեփական կրկեսը։ Եվ եկավ ժամանակը, երբ որ մենք հասկացանք, որ աշխարհում շատ տեղեր ենք մենք ելույթ ունեցել, բայց Հայաստանում ելույթ չենք ունեցել։ Իմանալը, որ Հայաստանում կրկես չկա, իհարկե միտքը առաջացավ, որ ժամանակն է ստեղծել սեփական կրկեսը եւ որպես ոչ թե դերասաններ, այլ նաեւ թե տնօրեններ, թե համահիմնադիրեր ձեռնարկեցինք մեր կրկեսը եւ եկանք Հայաստան, արդեն տարի ու կես է ծավալում ենք մեր գործունեությունը Հայաստանում։ Մեր շոուները յուրաքանչյուր 3 ամիսը մեկ փոփոխվում են, դրա համար շատ մեծ աշխատանք է կատարվում, թե ընդունելու դերասաններին, թե ճանապարհելու, թե պատրաստվելու, նոր աֆիշաներ, լիքը բարդություններ է լինում, որը որ հաղթահարում ենք շատ կարճ ժամանակահատվածում։ Վնասվածքները ցավոք սրտի կրկեսում անբաժանելի մասն է, որովհետև բոլոր դերասանները իրանց հնարքները կատարում են ճիշտ է տարիների փորձը ձեռք բերելուց հետո, բայց կա մարդկային ֆակտորը, որը որ մեկ-մեկ դերասանները սխալվում են եւ ունենում են կոտրվածքներ, թե մկանային վնասվածքներ, բայց փառքաստու մենք շատ ուշադիր ենք այդ ամեն ինչին, որպեսզի շտկենք այդպես սխալները։ Вообще կրկեսում իրավունք չունես սխալվելու, որովհետև ամեն անգամ դու պետք է միշտ հոգեպես թե ֆիզիկական պատրաստ լինես բոլոր հնարքներին քո։ Տարիքային տենց հատուկ սահմանափակում չկա, որովհետև անգամ նշեմ, երբ որ մենք նոր էինք սկսել մեր կրկեսային ներկայացումները, մեր մոտ գալիս էին ընտանիք, որ ասենք հայրիկները սպասում էին դուրսը, մինչև ներկայացումը վերջանա, բայց հետո այնպես էր ստացվում, շատ հարցում արեցինք, հասկացանք էթում էին տուն, հետո մի հատ է արդեն բոլոր ընտանիքով էին գալի, որովհետև չէին պատկերացնում, որ ասենք ոչ թե միայն փոքրերի համար, այլ մեծերի համար է հետաքրքիր կլինի։ Պլանները շատ մեծ են, որովհետև մենք կամաց առաջ ենք գնում, իհարկե թե դեկորացիաներ ենք ավելացնում, թե լուսային էֆեկտներ, իհարկե ամեն անգամ մեր ծանրաձողնել ենք բարձրացնում, սենց ասած, թե շոուի որակը, թե էֆեկտները եւ մենք չենք կանգ առնում մեր ասած արդեն ձեռքբերումներին, հիմա ամեն անգամ ավելի լավացնում ենք մեր շոուն։ Անգամ ասեմ, որ շատերը, ովքեր առաջի անգամ եղել են, մոտավորապես 70%-ը ոչ մի անգամ բաց չի թողել որևէ մեր նոր ներկայացումը, որովհետև անհամբեր սպասել են, թե երբ է լինելու նոր ներկայացումը, որի համար իրոքից կարելի է շնորհակալություն հայտնել մեր հանդիսատեսին, մեզի վստահելու համար եւ մեր մոտ հաճախելու։ Մենք էլ իհարկե ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրանք ստեղից գնան ուրախ, լավ տրամադրությամբ, լցված լավ էմոցիաներով, որովհետեւ կրկեսը ինքը շատ բազմաժանր շոու է, որը որ արժի տեսնել։ Վերջի անգամ մենք Միլանում դրել ենք համաշխարհային ռեկորդ, Գինեսի գրքի ռեկորդը, որը մեր համար իրաքից ոչ թե զարմանալի էր, այլ շատ զգացված մի պահ էր, որը որ իհարկե մեր համար շատ մեծ հաջողություն էր, որի համար մենք շատ ուրախ ենք եւ ուզում ենք հայտարարել դրա մասին։ Չզգացինք, որ մենք իրոքից որ արդեն ռեկորդագիրներ ենք, որովհետեւ մեր համար այնքան մի ակնթարթում ոնց որ արեցինք ու իջանք մեր հնարքը, բայց ինքը 10 վայրկյան այո անցել էր, էլի։ Առաջի վախեցնող ելույթը
Ինձ թվում է մենք ամեն անգամ ենք կրկնում, որովհետև չկա տենց բան, որ դու մի անգամ արեցիր ու ինքը ոնց որ ասած անցավ ու էլ վախենալու չի, որովհետև ամեն անգամ դու մաքսիմալ ոնց որ ասած ռիսկի տակ ես, սխալվելու իրավունք չունես, դրա համար երևի ամեն անգամ վախենալու է քո համար, թե ֆիզիկական, թե հոգեբանական, որտեվ դու անում ես մի հնարք, որը որ աշխարհում մենք միակն ենք այդ հնարքը անում։ Ուղղակի հնարք կարող ես անել, բայց հանդիսատեսի ուշադրությունը չգրավել, քանի որ դու որպես դերասան թերանաս, դրա համար հիմնականում ես միշտ ասում եմ, որ կրկեսը ոչ միայն ինչ որ հնարքների հետ է կապված, նույնպես կարևոր է դու ոնց ես հանդիսատեսի ուշադրությունը գրավում, քո դերասան լինելով, թե քո համազգեստով, թե քո երաժշտությունով, այդ ամեն ինչը կապված է։ Բեմադրությունով ամեն ինչը կապված է իրար հետ։ Միայն քո հնարքներով չես կարա ողջ ընթացքում պահես հանդիսատեսին։ Պետք է այդտեղ լինի երաժշտություն, բեմադրություն, հագուստ եւ մեր շոուները իհարկե բոլոր շոուները ունեն սյուժետային գիծ, որտեղ որ մարդկանց ուշադրությունը պահում ենք մինչև վերջ, այդ էլ է կարևորի։ Մեզ ավելի շատ ոգեշնչում է մեր հանդիսատեսի տրամադրությունը, երբ որ դու տեսնում ես, որ հանդիսատեսը ուրախանում է քո հետ նույնպես լարված է ինչ-որ լուրջ հնարքների ժամանակ, այդ ժամանակ ինչ-որ կանտակ կա դերասանի ու հանդիսատեսի մեջ, իհարկե այդ պահին դու քեզ շատ լավ ես զգում, երբ որ հանդիսատեսի հետ զգում ես այդ ոնց որ ասած փոխադարձ կանտակը։ Մենք միշտ ասում ենք, որ եթե մարդ հավատա, ինձ թվում է ինքը կարող է եւ թռչել։